Ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որ այսօր շատ տարածված է։ Շատ մարդկանցից լսում եմ այս խոսքերը. այս եկեղեցին սխալ է, այն եկեղեցին ճիշտ չէ, ես մոմ եմ վառում, դա հերիք է։ Սիրելի ժողովուրդ, մի շտապեք ոչ մեկին դատել, մի շտապեք որոշել ով է ճիշտ, ով սխալ, որովհետև այսօր շատերն են խոսում Աստծո անունից, շատերն են քարոզում, բայց ամեն խոսք չէ, որ ճշմարտություն է։ Միակ անփոփոխ ճշմարտությունը դա մեր Աստվածաշունչն է։ Սա պարզապես գիրք չէ, սա կենդանի խոսք է։ Երբ դու բացում ես այն, Աստված սկսում է խոսել քեզ հետ։ Այնպիսի բաներ է բացում, որ ոչ մի մարդ չէր կարող բացել։ Այնպիսի դռներ է բացում, որ դու չես կարող բացել առանց Աստծո։ Այսօր շատերը լսում են մարդկանց, բայց չեն լսում Աստծուն։ Եթե կասկած ունես, մի հավատա անմիջապես ոչ մեկի։ Ստուգիր, բացիր Աստվածաշունչը, որովհետև այնտեղ գրված է. զգույշ եղեք, որ ոչ ոք ձեզ չխաբի։ Սա նշանակում է, դու պետք է անձամբ ճանաչես Աստծուն, ոչ թե միայն ուրիշների խոսքերով։ Այո, մարդիկ կարդացել են, որ քարոզում են, բայց այսօր մենք ապրում ենք մի ժամանակ, երբ յուրաքանչյուրն իր ձևով է ներկայացնում ճշմարտությունը։ Եվ եթե դու չունես հիմք, դու կարող ես շփոթվել։ Այդ հիմքը Աստծո խոսքն է։ Այնտեղ գրված է. ինչ եղել է, ինչ կա և ինչ պետք է լինի։ Եվ ամենակարևորը, այնտեղ գրված է մեր Փրկչի մասին, Հիսուս Քրիստոսի։ Այսօր ես ուզում եմ քեզ ասել մի պարզ բան. կարդա, թեկուզ 2 տող, բայց կարդա ամեն օր։ Շատերն ասում են, երբ բացում եմ գիրքը, ուզում եմ քնել։ Գիտես ինչու։ Որովհետև չկա պայքար, և այդ պայքարը քո հոգու համար է։ Չարը չի ուզում, որ դու ճանաչես ճշմարտությունը։ Ես էլ եմ անցել դրա միջով, ես էլ եմ պայքարել, բայց աղոթքով ու հավատքով հաղթեցի հենվելով Հիսուս Քրիստոսի վրա։ Եվ այսօր ասում եմ քեզ, մի հանձնվիր, եթե չունես գիրքը, ներբեռնիր հեռախոսով, կարդա օնլայն։ Աստված կբացի քո միտքը, կբացի քո սիրտը, կպատասխանի քո հարցերին, որովհետև Աստված լուրջ չէ, նա խոսում է, պարզապես պետք է դու բացես գիրքը և թույլ տաս, որ նա խոսի քեզ հետ։ Թող Աստված բացի ձեր միտքը և սիրտը, որ ամեն կարդացած խոսք դառնա կյանք ձեր ներսում։ Աստված օրհնի ձեզ, օրհնի ձեր միտքը, օրհնի ձեր ընտանիքը։ Ամեն։